Մոտ 337 քանդակագործ դիմել է այս ծրագրերով, տարբեր առաջարկներով, նկարներով, քանդակներով եւ հանդիպել են, քննարկել են եւ դրել են մրցույթի, ես նորից եմ ասում, ներկա են հանձնաժողովի մարդիկ, ես ասել եմ միայն, որ մերը պետք է ամենալավը լինի, որտեղ մենք աշխարհի առաջին քրիստոնեացն ենք։ Եվ ընտրվել է, որ հիմա տեսեք փոքր մասշտաբով, որ ստեղ կա սա հիմնական կատարել է մեր տաղանդավոր չի ավարտել, դապետագետ, հարգարեք, սիրված ազգ։ Ամենակարևորը մասնակից ասենք Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Թուրքիից, Ռուսաստանից կային, բայց ամենակարևորը ոչ թե ցանոթ բարեկամ, բայց իր կատարած գործը տեսեք։ Առաջին քրիստոնյա ազգը, դա հպարտությունը, պատիվը, որ հայ առաջին քրիստոնյա պետականորեն ընդունել է։ Եվ իհարկե սկսեցին շատ նամակներ աշխարհի տարբեր ծայրերից, զանգեր, ես հեռախոս չեմ պահում, գալիս են միշտորդությամբ, բամարդիկ ուզում են, ցանկանում են, մասնակից լինեն, օգնեն, ինչ որ ասես կատարեն, գումար տնեն։ Իրենք էլ են ուզում այդ գործում, այդ պատմական գործում մասնակցություն ունենան։ Երկար մտածել եմ, ու հիմնական վերջնական որոշումը, որ այսօր հրավիրել են հավաքվել ենք այստեղ, որոշել եմ, որ դա լինի ազգային կառույց, պատմական կառույց, որպես մենք առաջին քրիստոնյա ազգ, որ դա ասենք թե հիմա Բրազիլիայում որ կա, ասեք թե ինչ լավ ֆիլմեր նկարահանվում, միջազգային, համաշխարհային ֆիլմեր գնում են այնտեղ են նկարահանվում, տուրիզմը գնումով ասես գնացել եմ Բրազիլիա քրիստոսյացին, հիմա բոլորը պետք է գան մեզ մոտ։ Օգնեն որ դա միշտ պետք է հիշի, իրենց թողները պետք է հիշեն, որ կարող պատմեն, որ իրենք այդ շինարարության այդ կառույցին մասնակից են։ 25-ից դռները բացա, բոլորի համար կարակ։ Ժամկետներ կարող եք նշել, պարոն Ծառուկյան, վերջնական ավարտում երբ տեսք կլինի։ Ուրեմն վերջնական ոչ մեկը չի կարող ասել։ Դա հիմնական մենք երկուսում ենք գիշեր-ցերեկ անում ենք, 200 մարդ է աշխատում, ինչքան շուտ, այնքան լավ, ամեն ինչ անում ենք, դա ոչ հաշվարկ են կարել, ոչ մի բան, միայն իմ նպատակ, որ ամենալավը լինի, որը որ դուրս չի գալի քանդում ենք, որը պետքա փոխում ենք, ճարտարապետի, դիզայնի, կոնստրուկտորի, շինարարի հետ, որ ոչ թե մենք ձևի համար ենք կառուցում, որ արագ արեցինք, այլ հոգի է դրվում, որ գնաք տեսնեք, կպատկերացնեք, ինչ է կատարվում։ Բացի նայած, որ Հիսուսի արձանի տեղադրումը դա նախադեպ է համաշխարհային մակարդակով գործընթաց, այսինքն ամենամեծ խորհրդանիշն է քրիստոնեության, ամենակարևորագույն, այո, պարոն Ծառուկյանի մտահոգությունը, որ ամենաազդեցիկ, ամենամեծ, ամենաուժեղ, այսպես նույնիսկ կարելի է ձևակերպել Հիսուսի քանդակը պետք է լինի մի պետության, մի ժողովրդի մոտ, որ առաջինը ընդունե քրիստոնեությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ փորձում են զրկեն ինքնությունից, որ մեզ փորձում են զրկեն մեր արմատներից եւ մեզ փորձում են զրկեն ամենակարևորը մեր քրիստոնեական աշխարհայացքից, սա էլ Քրիստոսի արձանը միանշանակ լինելու է համախմբող, գիտեք ոնց, այո խորհրդանիշ, ինչու ոչ, որովհետև քրիստոնյան պետք է համախմբվի ինչի շուրջ, Քրիստոսի։ Եվ բացի լոկ, ասենք ասենք պետության համար օգտակար դերակատարություն ունենալու խոսքը գնում է туриզմի մասին, խոսքը գնում է երկրի PR-ի մասին ընդհանրապես, սա նաև կարևորագույն բարոյահոգեբանական նշանակություն ունի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք խորագույն, գիտեք ոնց խնդիրների մեջ բարոյահոգեբանական առումով, որպես ժողովուրդ, որպես ազգ, դա օբյեկտիվ է, պետք է դա նշել եւ այս պարագայում թերագնահատել այս պրոյեկտի նշանակությունը գլոբալ առումով գրեթե անհնար է։